Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքու մեկնելուց առաջ գերիների թեմայով հստակ հայտարարություն է արել։ Լրագրողների հարցին արդյոք Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում կբարձրաձայնվի հայ գերիների հարցը, Վենսը պատասխանել է, որ այդ թեման անպայման կքննարկվի։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակում է ակտիվորեն աշխատել թե Երևանի, թե Բաքվի հետ խաղաղ գործընթացն առաջ մղելու եւ զգայուն հարցերի շուրջ առաջընթաց ապահովելու համար։ Վենսը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության պայմանավորվածությունը միայն դիվանագիտական ձեռքբերում չէ, այլ նաեւ տնտեսական նոր հնարավորությունների հիմք։ Նրա խոսքով խաղաղությունը պետք է ամրապնդվի տնտեսական համագործակցությամբ, որպեսզի այն լինի կայուն եւ երկարաժամկետ։ Հայաստանում կնքված փաստաթուղթը հնարավորություն կտա Միացյալ Նահանգներին լիցենզավորել միջուկային տեխնոլոգիաներ Հայաստանի համար։ Վենսի գնահատմամբ դա կարող է բացել մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական ամերիկյան արտահանման շուկա եւ շուրջ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ վառելիքի ու սպասարկման պայմանագրեր։ Հայաստանի համար, որը երկար տարիներ էներգետիկ ոլորտում կախված է եղել Ռուսաստանից եւ Իրանից, այս քայլը դիտվում է որպես ռազմավարական շրջադարձ։ Երևանը քննարկում է ամերիկյան, ռուսական, չինական, ֆրանսիական եւ հարավկորեական ընկերությունների առաջարկները մեծամորի խորհրդային ժամանակաշրջանի ատոմակայանին փոխարինող նոր ռեակտոր կառուցելու նպատակով։ Թեև վերջնական որոշում դեռևս չկա, Միացյալ Նահանգների հետ համաձայնագիրը ամրապնդում է ամերիկյան նախագծի դիրքերը եւ կարող է նվազեցնել Մոսկվայի ազդեցությունը էներգետիկ ոլորտում։ Ռուսաստանը իր հերթին պնդում է, որ Ռոսատոմի առաջարկը շարունակում է մնալ ամենաուժեղը։ Վենսը նաև այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, նշելով, որ դա արվել է հարգանքի նշանով։ Նա ընդգծել է, որ այդ վայրը հայկական կողմի համար կարևոր պատմական եւ մշակութային նշանակություն ունի, եւ որպես ԱՄՆ առաջին փոխնախագահ, որը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, անհրաժեշտ է համարել հարգել զոհերի հիշատակը։ Այցի երկրորդ կանգառը Բաքուն էր, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրվել է ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության խարտիան։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն անվտանգության, էներգետիկայի, պաշտպանության ոլորտի, արհեստական բանականության եւ տվյալների կենտրոնների զարգացման ուղղությամբ։ Ջեյ Դի Վենսի թիմը կարճ ժամանակով հրապարակել, ապա ջնջել է սոցիալական մեդիայում գրառում կապված Վենսի այցի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Սկանդալը ծագել է այն պատճառով, որ առաջին հրապարակման մեջ օգտագործվել է Armenian Genocide Հայոց ցեղասպանություն ձևակերպումը, ինչը ներկայիս վարչակազմի պաշտոնական դիրքորոշման մաս չի կազմում։ Հետագայում այդ գրառումը ջնջվել է եւ փոխանինվել է նորով, որտեղ ներկայացված էր յուրագրքում Վենսի գրած խոսքերը եւ հուշահամալիրում ծաղիկներ դնելու տեսանյութը, սակայն արդեն առանց ցեղասպանություն բառի օգտագործման։ Սպիտակ տունը հայտարարել է, որ առաջին հրապարակումը եղել է աշխատակցի սխալ։ Ցեղասպանություն եզրույթը միջազգային իրավունքի հստակ սահմանում ունեցող քաղաքական եւ իրավական տերմին է։ Միացյալ Նահանգների կառավարությունը պատմականորեն խուսափել է այդ բառից Թուրքիայի հետ հարաբերությունները չվնասելու նպատակով։ 2021 թվականի նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, օգտագործելով այդ տերմինը, ինչը սուր արձագանք առաջացրեց Թուրքիայում։ Երևանում լրագրողների հարցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վենսը խուսափել է այդ բառից։ Նա նշել է, որ այցելել է հուշահամալիր հարգանքի նշանով, ինչպես վերը արդեն նշել է, քանի որ հայկական կողմի համար այն շատ կարևոր մշակութային եւ պատմական վայր է։ Դա սարսափելի իրադարձություն էր, ավելի քան 100 տարի առաջ, ասել է Վենսը, չօգտագործելով ցեղասպանություն բառը։ Վենսի թիմի գրառման ջնջումը եւ ձևակերպման փոփոխությունը քաղաքական արձագանք է առաջացրել հատկապես Ամերիկայի համայնքում։ Որոշ շրջանակներ դա դիտարկում են որպես հետքայլ Միացյալ Նահանգների Բայդենի օրոք ընդունված ճանաչման դիրքորոշումից։ Միացյալ Նահանգների դաշնային եւ տեղական իրավապահ մարմինները հրապարակել են առաջին կադրերը կապված 84-ամյա Նենսի Գաթրիի անհետացման հետ։ Կադրերում երևում է դիմակավորված անձ, որը նրա տան շքամուտքի մոտ է եղել անհետացման գիշերը եւ ըստ իրավապահների փորձել է խափանել տեսանկարանող սարքը։ FBI հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է ուսապարկով, երկարաթև հագուստով եւ ձեռնոցներով անձը մոտենում դռանը։ Նա նախ ձեռքով փորձում է ծածկել դռան մոտ տեղադրված տեսախցիկը, ապա բույսեր է տեղադրում դրա առջև։ Իրավապահների տվյալներով անձը կրում էր նաև ատրճանակի պատյանին նմանվող պարագա գոտկատեղի հատվածում։ Սա առաջին զարգացումն է գործով, որը մինչև այժմ ավելի շատ հարցեր է առաջացրել, քան տվել պատասխաններ։ Իրավապահները շարունակում են ենթադրել, որ Նենսի Գաթրին առևանգել են Արիզոնայի Թուսոնի մերձակայքում գտնվող իր տանից։ Նրան վերջին անգամ տեսել են հունվարի 31-ին, իսկ հաջորդ օրը, երբ չի ներկայացել եկեղեցի, ընտանիքը ահազանգել է։ ՏՆԹ փորձաքննությունը հաստատել է, որ տան շքամուտքում հայտնաբերված արյունը պատկանում է Նենսի Գաթրիին։ Դեռևս անհայտ է, արդյոք լրատվամիջոցներին ուղարկված փրկագնի նամակները իսկական են եւ արդյոք ընտանիքը որևէ ուղիղ կապ է ունեցել ենթադրյալ առևանգողների հետ։ Today հաղորդավար Սավանա Գաթրին հրապարակել է այս կադրերը գրելով. «Մենք հավատում ենք, որ նա դեռ ողջ է, վերադարձրեք նրան տուն»։ Նա կոչ է արել հանրությանը հաղորդել ցանկացած տեղեկություն։
Այսօր Սպիտակ տանը կայացել է մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի ասուլիսը, նա նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ է հետևում Նենսի Գաթրիի անհետացման գործին ու դիտել է ՀԴԲ-ի կողմից հրապարակված տեսանյութերը։ Նախագահը կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր որևէ տեղեկություն ունեն կասկածյալի մասին, անմիջապես կապ հաստատեն ՀԴԲ-ի հետ։ Մամուլի քարտուղարը ներկայացրել է նաև նախագահի շաբաթվա օրակարգը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից մինչև այցելություն Ֆորտ Բրեգ։ Հինգշաբթի նախատեսվում է 2009 թվականի Օբամայի վարչակազմի որոշումը, որով ջերմոցային գազերը պաշտոնապես ճանաչվեցին հանրային առողջությանը վտանգ սպառնացող նյութեր, չեղարկումը, որը կարող է բերել մինչև 1.3 տրիլիոն դոլարի խնայողություն։ Ըստ ներկայացված տվյալների նոր ավտոմեքենաների գներն էլ կարող են նվազել միջինը ավելի քան 2400 դոլարով։ Ասուլիսի ընթացքում լրագրողները հարցեր են ուղղել ներգաղթի, Ջեֆրի Էփստեյնի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ փոխնախագահի հրապարակման, Գիլեմ Մաքսվելի հնարավոր ներումի, Չինաստանի հետ հարաբերությունների, Արգենտինայից Տավարի մսի ներմուծման, Կանադայի հետ սահմանային կամրջի և սահմանային պատի կառուցման վերաբերյալ։ Հայոց ցեղասպանության մասին սոցիալական ցանցերում ջնջված հրապարակման հարցին պատասխանելով, մամուլի քարտուղարը նշել է, որ քաղաքականության փոփոխություն տեղի չի ունեցել և հղում է արել ապրիլի 24-ի պաշտոնական հայտարարությանը, որտեղ գրված էր ոչ թե ցեղասպանություն, այլ մեծ եղեռն։ Ասուլիսի վերջում մամուլի քարտուղարը քննադատել է լրատվամիջոցներին, նշելով, որ մամուլը չի լուսաբանում վարչակազմի կարծիքով դրական տնտեսական ցուցանիշները, հանցագործության նվազումը, սահմանին ապօրինի անցումների պատմական նվազագույն մակարդակը։ Կալիֆորնիայում ավելի քան 2 տասնյակ գաղտնի տեսահսկման սարքեր դարձել են նոր քաղաքական և իրավական վեճի առարկա։ Մասնավորապես 25-ից ավելի քաղաքացիական իրավունքների և գաղտնիության պաշտպանության կազմակերպություններ դիմել են նահանգապետ Գևին Նյուսոմին, պահանջելով հեռացնել հարավային Կալիֆորնիայում տեղադրված ավտոմեքենաների համարանիշներն ընթերցող թաքնված սարքերը։ Նրանք պահանջել են ուսումնասիրել թույլատվությունները, հրապարակել դրանք և հետ կանչել սարքերը ապամոնտաժելու նպատակով։ ԱՄՆ սահմանապահ ծառայությունը, որը գործում է մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության կազմում, գաղտնի տեղադրել է համարանիշներ ընթերցող սարքեր, քողարկելով դրանք սովորական ճանապարհային անվտանգության սարքավորումների մեջ։ Որոշ դեպքերում սարքերը անգամ թաքնված են նարնջագույն և դեղին շինարարական տակառների ներսում։ Հավաքագրված տվյալները փոխանցվում են կանխատեսող հետախուզական ծրագրի, որը վերլուծում է միլիոնավոր վարորդների երթուղիները կասկածելի ճանապարհորդական օրինաչափություններ հայտնաբերելու համար։ Ալգորիթմը գնահատում է, թե որտեղից է մեքենան եկել, ուր է գնացել և ինչ երթուղի է ընտրել։ Ըստ հրապարակումների, ուշադրության կենտրոնում են հատկապես այն մեքենաները, որոնք կարճ ուղևորություններ են կատարում դեպի սահմանամերձ շրջաններ։ Քաղաքացիական կազմակերպությունների հետազոտողները Կալիֆորնիայում հայտնաբերել են շուրջ 40 նման սարք Սան Դիեգոյի և Իմպերիալ շրջաններում, որոնք սահմանակից են Մեքսիկային։ Քննադատներն ասում են, որ վարորդները հաճախ նույնիսկ տեղյակ էլ չեն, որ հայտնվել են դաշնային կանխատեսող հետախուզական ծրագրի դիտակետում։ Նրանք պնդում են, որ նման լայնածավալ հսկողությունը կարող է հակասել ԱՄՆ սահմանադրության 4-րդ փոփոխությանը, որը պաշտպանում է քաղաքացիներին անհիմն խուզարկություններից։ Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայությունը նախկինում հայտարարել է, որ տեխնոլոգիան օգտագործվում է սպառնալիքները բացահայտելու և հանցավոր ցանցերը խափանելու նպատակով, և որ դրա կիրառումը կարգավորվում է խիստ քաղաքականությամբ և դաշնային օրենքներով։ Նահանգապետի գրասենյակը և Կալիֆորնիայի տրանսպորտի դեպարտամենտը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չեն ներկայացրել։ Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերը կոնգրեսում ներկայացրել է Վիրջինիայի օրենսդրական նախաձեռնությունը, որը նպատակ ունի վերացնել սեռական բռնության և թրաֆիքինգի զոհերի համար սահմանված վաղեմության ժամկետների խոչընդոտները։ Նախաձեռնությունը կրում է Վիրջինիա Ջուֆրիի անունը Ջեֆրի Էփստեյնի գործով հայտնի զոհերից մեկի, որի ընտանիքի անդամները նույնպես ներկայի են այս հայտարարությանը։ Օրենքը նախատեսում է նաև հետադարձ պատուհան, որը թույլ կտա նախկինում մերժված գործերը վերանայել։ Վիրջինիայի եղբայր Սքայ Ռոբերտսը և նրա կինը Ամանդան ընդգծել են, որ նախաձեռնությունը նպատակ ունի վերականգնել զոհերի ձայնը և ապահովել իրական փոփոխություն։ Նրանք հիշեցրել են, որ Վիրջինիայի գործունեության հիմնական նպատակներից մեկն էր հենց վաղեմության ժամկետների վերացումը։ Օրինագիծը ներկայացվել է որպես համազգային նախաձեռնություն, և կողմերը կոչ են արել ինչպես դեմոկրատներին, այնպես էլ հանրապետականներին աջակցել դրան, ընդգծելով, որ խոսքը վերաբերում է ոչ թե կուսակցական, այլ արդարադատության և զոհերի իրավունքների հարցին։ Այսօր ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հանձնաժողովի լսումներն էին, որտեղ պատասխանող կողմ էին մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության CBP-ի ղեկավար Ռոդնի Սքոթը, քաղաքացիության և ներգաղթի ծառայության USCIS-ի տնօրեն Ջոզեֆ Հեդլոուն և ներգաղթի ու մաքսային վերահսկողության ծառայության այս-ի ղեկավար Թոդ Լայոնսը։ Լսումները հրավիրվել էին այն բանից հետո, երբ Մինեապոլիսում դաշնային սպաների կրակոցների հետևանքով զոհվել էին ամերիկացիներ Ալեքս Պրետին և Ռենե Գուդը։ Թույլ տվեք հստակ ուղերձ հղել բոլոր նրանց, ովքեր կարծում
կարծում են, թե կարող են մեզ վախեցնել, դուք կձախողվեք, հայտարարել է Լայոնսը, մեղադրելով պաշտոնյաներին վտանգավոր մթնոլորտ ստեղծելու մեջ։ Նա հավելել է. «Մենք դեռ նոր ենք սկսում»։ Լսումների ընթացքում դեմոկրատները խիստ քննադատել են ներգաղթի ուժեղացված գործողությունները, դրանք համեմատելով պատմական բռնաճնշումների հետ եւ պնդելով, որ դաշնային կառույցները խախտում են ինչպես ներգաղթյալների, այնպես էլ բողոքող ամերիկացիների իրավունքները։ Հանրապետականները, սակայն, պաշտպանել են, նշելով, որ Թրամփի կառավարությունը փակել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանը եւ վերջ է տալիս օրինախախտությանը ներգաղթի համակարգում։ Թեև մի քանի հանրապետականներ այդուամենայնիվ մտահոգություն են հայտնել ներգաղթի գործողությունների սրման վերաբերյալ։ Լայոնսը եւ Սկոթը հայտնել են, որ հունվարյան կրակոցների ժամանակ պահպանվել են գործողությունների ստանդարտ ընթացակարգերը։ Միևնույն ժամանակ քննարկվել է նաեւ հարցը, թե արդյոք դաշնային սպաները պետք է պարտադիր կերպով հանեն դիմակները գործողությունների ընթացքում։ Դեմոկրատները պահանջել են ավելացնել թափանցիկությունը, սակայն Լայոնսը հրաժարվել է նման պարտավորություն ստանձնել, պատասխանելով մեկ բառով՝ ոչ։ Կոնգրեսում շարունակվում են լարված բանակցությունները ներքին անվտանգության նախարարության DHS-ի ֆինանսավորման շուրջ։ Մինչդեռ մոտենում է վերջնաժամկետը փետրվարի 13-ը։ Եթե մինչև այդ օրը նոր բյուջե կամ գոնե ժամանակավոր երկարաձգում չընդունվի, նախարարությունը կարող է մտնել մասնակի շատդաունի փուլ։ Դեմոկրատ առաջնորդներ Չակ Շումերը եւ Հաքիմ Ջեֆրիսը հայտարարել են, որ Սպիտակ տան եւ հանրապետականների առաջարկը անավարտ եւ անբավարար է։ Նրանց խոսքով, առաջարկում բացակայում են օրենսդրական հստակ ձևակերպումներ եւ չեն լուծում այսի գործողությունների շուրջ բարձրացված մտահոգությունները։ Դեմոկրատները պահանջում են ներգաղթային գործողությունների նկատմամբ նոր սահմանափակումներ, ներառյալ դատական օրդերների պարտադիր պահանջ, դաշնային աշխատակիցների հստակ նույնականացում, ուժի կիրառման խստացված չափորոշիչներ եւ ռասայական թիրախավորման արգելք։ Դեմոկրատները հայտարարում են, որ մինչև ներգաղթային քաղաքականության արմատական վերանայում չկատարվի, չեն քվեարկելու DHS-ի ֆինանսավորման օգտին։ Հանրապետականները մերժում են դիմակների պարտադիր հանման, անձնական տվյալների բացահայտ ներկայացման եւ խիստ նոր օրդերային պահանջների գաղափարը, նշելով, որ դա անվտանգության հարց է։ Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը նախորդին հույս էր հայտնել, որ բանակցություններում առաջընթաց կա, սակայն կողմերի դիրքորոշումները շարունակում են էականորեն տարբեր մնալ։ Դաշնային դատավորը ժամանակավորապես արգելել է Կալիֆոռնիայի նոր օրենքի կիրառումը, որով նախատեսվում էր արգելել դաշնային ներգաղթային գործակալներին եւ այլ իրավապահներին ծառայողական գործողությունների ընթացքում դեմքը ծածկող դիմակներ կրելը։ Օրենքը ստորագրվել էր նահանգապետ Գևին Նյուսոմի կողմից նախորդ տարվա սեպտեմբերին։ Արդարադատության նախարարությունը նոյեմբերին դատական հայցեր ներկայացրել այն անվավեր ճանաչելու պահանջով։ ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Քրիստինա Սնայդերը նախնական կարգով կասեցրել է դիմակների արգելքը, միաժամանակ ուժի մեջ թողնելով Կալիֆոռնիայի մեկ այլ օրենք, որը պահանջում է, որ դաշնային ծառայողները ծառայողական պարտականություններ կատարելիս ցուցադրեն իրենց նույնականացման նշանները։ Գլխավոր դատախազ Փեմ Բոնդին այն անվանել է դատարանային կարևոր հաղթանակ, Նյուսոմն էլ իր հերթին դատարանի որոշումը նույնականացման պահանջը ուժի մեջ թողնելու մասով ներկայացրել է որպես օրենքի գերակայության հստակ հաղթանակ, ընդգծելով, որ առանց նշանի եւ անվան չկա հաշվետվողականություն։ Միացյալ Նահանգները մոտ ապագայում կարող է կասեցնել հազարավոր քաղաքացիների անձնագրեր, եթե նրանք ունեն նշանակալի չափի չվճարված երեխայի խնամքի, նույն ինքը Child Support Part-Care։ 1996 թվականից գործող դաշնային օրենքը թույլ է տալիս մերժել անձնագրի տրամադրումը կամ երկարաձգումը այն անձանց, ովքեր ունեն ավելի քան $2500 Child Support Part։ Սակայն մինչև այժմ պետդեպարտամենտը գործում էր միայն այն դեպքում, երբ տվյալ անձը դիմում էր անձնագիր ստանալու կամ թարմացնելու համար։ Այժմ իրավիճակը փոխվում է։ Պետդեպարտամենտը պատրաստվում է ինքնուրույն նախաձեռնել գործող անձնագրերի կասեցումը, օգտագործելով առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարության տվյալները։ Առաջին փուլում թիրախում կլինեն այն անձինք, ովքեր ունեն ավելի քան $100,000 կուտակված Child Support Part։ Պաշտոնյաների տվյալներով այդ շեմին համապատասխանում է 500-ից պակաս մարդ, բայց հետագայում շեմը կիչեցվի, օրինակ մինչև $10,000 կամ $5,000, այդ դեպքում ազդեցության տակ գտնվողների թիվը կարող է կտրուկ աճել, հասնելով հազարների։ Child Support-ը դատանի կողմից սահմանված պարտադիր գումար է, որը ծնողներից մեկն է վճարում իր երեխայի խնամքի, ապրուստի ու զարգացման համար, եթե ծնողները միասին չեն ապրում, ամուսնալուծված են։ Եթե ծնողը չի վճարում ու կուտակում է պարտք, դա համարվում է օրենքով սահմանված պարտավորության խախտում։ Միացյալ Նահանգներում Child Support-ը խիստ վերահսկվող համակարգ է, եւ պետությունը կարող է սառեցնել բանկային հաշիվները, աշխատավարձից գումար պահել, կասեցնել վարորդական իրավունքը եւ չտրամադրել կամ այժմ արդեն նաեւ կասեցնել անձնագիրը։ Դաշնային առողջապահական պաշտոնյաները հայտարարել են, որ կվերանայեն BHA կոչվող քիմիական նյութի անվտանգությունը, որը լայնորեն օգտագործվում է սննդամթերքում որպես կոնսերվանտ։ Միացյալ Նահանգների սննդամթերքի եւ դեղերի վարչությունը FDA-ը հրապարակել է նոր տեղեկատվական հարցում բուտիլացված հիդրոօքսիանիզոլի վերաբերյալ։
BHA-ը կիրառվում է կարտոֆիլի չիփսերում, նախաճաշային հացահատիկներում, սառեցված պատրաստի ուտեստներում, մսամթերքում եւ այլ վերամշակված սննդատեսակներում։ Գործակալությունը հայտարարել է, որ վերանայման ընթացքում կգնահատվի, արդյոք BHA-ը անվտանգ է իր ներկայիս օգտագործման պայմաններում, թե ոչ։ Այս քայլը FDA-ի ավելի լայն նախաձեռնության մաս է կազմում, վերանայելու Միացյալ Նահանգների սննդամատակարարման մեջ օգտագործվող քիմիական հավելանյութերը։ BHA-ը առաջին անգամ ճանաչվել է որպես ընդհանուր առմամբ անվտանգ դեռևս 1958 թվականին, իսկ 1961-ին պաշտոնապես հաստատվել է որպես սննդային հավելանյութ։ Սակայն 1991 թվականից Միացյալ Նահանգների ազգային թունաբանական ծրագիրը այն դասակարգում է որպես հավանական քաղցկեղածին նյութ։ Կենդանիների վրա կատարված որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նյութը կարող է քաղցկեղ առաջացնել, օրինակ առնետների կամ մկների մոտ։ Կալիֆոռնիայում BHA-ը 1990 թվականից ընդգրկված է Proposition 65 ցուցակում որպես հայտնի քաղցկեղածին նյութ։ Թեև փաթեթավորման տվյալները ցույց են տալիս, որ վերջին տարիներին BHA-ի օգտագործումը նվազել է, այն դեռևս առկա է բազմաթիվ սննդատեսակներում, այդ թվում երեխաների համար նախատեսված որոշ ապրանքներում։ FDA-ն այժմ հավաքում է լրացուցիչ գիտական տվյալներ, որոշելու արդյոք անհրաժեշտ է սահմանափակել կամ փոխարինել BHA-ի կիրառումը ԱՄՆ սննդամթերքում։